Լոռու մարզպետի հարցը, դուք մեզ հետ վերջի անգամ զրույցում նշել եք, որ ԿՊ վարչությունում քննարկվելու այդ հարցը, թեկնածուների մասով անուններ չեք տվել, շարունակվում են այն քննարկումները, որ ձեր թեկնածության հարցն է կրկին առաջ քաշվում, ամեն դեպքում ինչու այդ հարցը մնաց օդից արկախված, գրեթե ամիսներ շարունակ մարզը մնացել է առանց մարզպետ։ Արկախված չի հարցը եւ իսկապես քննարկվել է իմ նշած վարչության նիստում եւ դեռ վերջնական որոշում վարչությունը չի կայացրել, դա է խնդիրը։ Այսինքն թեկնածուներին Նիկոլ Փաշինյանը չի հավանում, չի ընդունում, ինչն է խնդիրը։ Դե լավագույն տարբերակը գտնելու մասին է, դրա համար որ այս բանը դեռ նշանակում չկա։ Ներկայացված թեկնածուները Ես չգիտեմ, ես վարչության անդամ չեմ, վարչության փոխարեն չպատասխանեմ լավն են վատն են, բայց վարչությունը քննարկումներ անում անընդհատ այս մասով եւ փորձում է լավագույն լուծման գալ։ Ինչ վերաբերում է այն մասին, որ մարզը առանց կառավարման արդեն շուրջ 1 ամիս, ոչ, փոխ մարզպետը Հովհաննես Ավետիսյանն այս պահին, եթե չեմ սխալվում, պարտականություններ է կատարում, ինձ սխալվում։ Շատ պաշտոններ կան, թափուն են մնացել, ըստեյության չկար, մենակ Երուշիկ Կիրակոսյանի տեղը չի համալրվում, այսպես կարելի է շարունակել, թե ինչ պաշտոնյաների տեղեր շարունակում են թափուր մնալ։ Նորմալ process է, որտեղ պետական կառավարման ապարատը ինչ-որ փոքր մասնավոր հիմնարկ չի, որ արագ հնարավոր լինի այս կամ այն կադրը գտնել ու այս պարագայում էլի փորձում է վարչությունը լավագույն լուծման գալ, ես խնդիր չեմ տեսնում այս մասով։ Իսկ այն թեկնածուները, որոնք ըստ էության լավագույնը չէին, կարող եք գոնե դեպքում անունները տակ, ովքեր էին առաջադրվածները կամ ովքեր էին հավանական թեկնածուները, որոնք չարժանացան իշխանությունների Ես անուններ բնականաբար չեմ տա, որովհետև ես լիազորված չեմ վարչության սեղանին դրված անուններ ինքս հրապարակել, նաև մասամբ եմ տեղյակ, որովհետև անուններ միգուցե լինեն, որ ես չիմանամ էլ դրա մասին, բաց պատճառը, որ ինքս վարչության անդամ չեմ, լավագույն լուծման գալ ես նկատի չունեմ, որ այն անունները, որոնք քննարկվում են, վատն են։ Միգուցե այդ թեկնածուները այլտեղ ավելի արդյունավետ են, սրա մասին է խոսքը։